Բարի երեկո հարգելի հետևորդներ, Արմատ մեդիան այս պահին աշխատում է ուղիղ եթերում, զրուցակիցս հարցազրույցի շրջանակում Բարգավաճ Հայաստան կուսակցության падգամավորի տեխնացու Սուրեն Սուրենյանցն է։ Բարի երեկո պարոն Սուրենյանց, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Սուրենյանց, այսօր ողջ օրվա ընթացքում տարբեր զարգացումներ են Բարգավաճ Հայաստան կուսակցության շուրջ։ Նախ ժամեր առաջ հայտնի դարձավ, որ ձեր կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանին եւ տիկնոջը արգելել են Զվարթնոց օդանավակայանից հատել Հայաստանի Հանրապետության սահմանը, դատախազությունը պարոն Ծառուկյանի նկատմամբ հարուցել է հանրային քրեական հետապնդում։ Իսկ մինչ այդ վաղ առավոտից խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը հաղթահարած մյուս ուժերը եւ Հայաստան դաշինքը եւ Ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքը հայտարարեցին, որ վերջնական որոշում, թե իրենք ինչ կանեն, կկայացնեն այն բանից հետո, երբ պարզ դառնա ԲՀԿ-ի ճակատագիրը։ Ինչ է կատարվում ԲՀԿ-ի շուրջ, պարոն Սուրենյանց։ Ես առաջին հարցից կամ ակնհայտ էր, որ այս քրեական հետապնդման հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի հրահանգը, որտեղ նա ողջ ընտրարշավի ընթացքում ու նաև հետընտրական իր առաջի գիշերային ասուլիսով ուղղակի հրահանգ տվեց կամ անանսավորեց ընդդիմության 3 լիդերների ձերբակալությունը, իր տերմիններով չեմ ուզում ասեմ, նստացնել եւ այլն, ակնհայտ է, որ նա հրահանգ է տվել հնարավոր բոլոր միջոցներով Ծառուկյանին, Կարապետյանին, Քոչարյանին քրեական հետապնդման թիրախ դարձնել կամ նույնիսկ կալանավորել, այնպես որ սա զարմանալի չէր, ընդ որում մարկային ճղճիմությունը այն Աշճանի է ասել, որ իրանք հատուկ փաստորեն օդանավակայանում հետևում են Ծառուկյանին, օդանավակայանում փաստորեն մարդ են նստացնում, որ Ծառուկյանի մտնելու պահին լուսանկարի, որ սկանդալային կեղծ վերնագրեր ստանան իրենց կայքերում դնել։ Այո, փախուստի իմիտացիա են ստեղծում, այն դեպքում, երբ որ ակնհայտորեն նման տրամադրություններ այդ մարդը չունի եւ չէր կարող որևէ արժանապատիվ տղամարդ կնոջ հետ փախչել, չէ՞, այդ մենք բոլորս գիտենք։ Իսկ սա Նիկոլ Փաշինյանի քաղաքական հաշվեհարդարի հերթական դրսևորումն է։ Ոնց որ իդեպ ձեր կայքի դեմ կատարված ոտնձգությունը միջև հիմա տեխնիկան բանը արգրավել են, չէ՞, եւ դուք ըստ էության ֆունկցիոնալ առումով կատարված է ձեր գործունեությունը, չասեն, որ ներխուժել են ձեր անձնական տիրույթ, որտեղ հեռախոսներ են վերցրել եւ այլն։ Նույն բանը կատարվում է, իսկ այդ ամեն ինչը Նիկոլ Փաշինյանի հրահանգով է տեղի ունենում եւ քանի որ ընտրությունները իշխանության ճգնաժամի հարցը չեն լուծել։ Ինչպես չեն լուծել, որովհետեւ քանի կհնչերել ամփոփել տվյալները, պարոն Սուրենյանց, նախ կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեռ չի խոսում արդյունքների մասին, Վահագն Հովակիմյանից առաջ ընկնում Նիկոլ Փաշինյանը գիշերը հայտարարում է, որ իրենք հաղթել են։ Դա ինչ է նշանակում։ Դա այն դեպքում, երբ տեղի է ունեցել ընդամենը մոտ 300 ընտրատեղամասի հաշվարկ։ Փոքր։ Այո, փոքր տարածքների ընտրատեղամասերի հաշվարկ։ Հայաստանում բացվել էր 2005 ընտրատեղամաս։ Սա մի դեպքով ունենք։ Ունենք ԿՊԱ-ական Գևորգ Պապոյան, գնում է ազգային ժողով եւ նրան լրագրողները հարցնում են, ասում են գիշերը ժամը 3-ին դուք որտեղից գիտեիք, որ դուք հաղթել եք, որ Նիկոլ Փաշինյանը նման բան ասաց, ասում են մենք գիտեինք, որ մենք 727,000 ձայն ենք հավաքել, ընտրողներ մեր վստահված անձինք նկարել, տվել էին այդ բաները, հա։ Սա ունենք եւ այս պահի դրությամբ նախնական տվյալներով 49% ԿՊ-ն է, առաջատարը ԿՊ-ն է։ Դուք ասում եք ԿՊ-ի հաղթանակը ճգնաժամը չի լուծել։ Ինչպես չի լուծել։ Տեսեք, ինձ դեր ասած փաստերը ուժեղացնում են իմ պնդումը, որովհետև մարդը վստահ էր հաղթանակի վրա, կսպասեր, որ բոլոր տեղամասերը կամ տեղամասերի գոնե 2/3-ի հաշվումը վերջացնեին, դուրս կգար վստահ կհայտարարեր իր հաղթանակի մասին։ Մինչդեռ այս պարագայում գյուղական համայնքները նոր հասցրել էին, շատ փոքր համայնքներ էին դերևս հաշվել, ինքը դուրս եկավ եւ հայտարարեց իր միանձնյա հաղթանակի, միանձնյա կառավարություն կազմելու մասին։ Սա թիմի ներսում արկա խոճապը կառավարելու փորձ էր, որտեղ ըստ երևույթին թիմում շատ լավ գիտեին ինչ անմխիթար վիճակում են եւ խոճապային տրամադրություններ կային։
եւ նա փորձեց սրանով կոնսոլիդացնել իր թիմը, նաեւ ճիշտ թվեր ճակերտավոր ասելու հրանք տվեց կենտրոնական ընտրական հանձնաժողովին։ Սա իշխանության ուզուրպացիայի ցցում դրսևորում է, որտեղ նման հայտարարություն անողը ես չեմ կամ որևէ դիմադիր գործիչ չի, որ դա զուտ քարոզչություն դիտարկենք։ Գործադիր իշխանության ղեկավարն է, որի ձեռքում անսահման լծակներ կան։ Բայց եթե պատկերացրեք, օրինակ ես ասուլիստայի գիշերը ժամը 2-ին ես էլ եմ տեխնացու, չէ՞, իմ ու Փաշինյանի կարգավիճակները այդ բանի շատ տարբեր չէին։ Եվ հայտարարեի, որ մենք 52% ենք ստացել, շատ հնարավոր է իմ դեմ իշխանության յուրացման հատկանիշներով քրեական գործ արեցվեր։ Նույնը չկա Փաշինյանի։ Իհարկե չկա։ Սա իշխանության յուրա ցանկացած նորմալ երկիր տեսեք, հաղթող ղեկավարը, եթե նա հաղթել է ընտրությունները, վերարտադրվել է կամ հաղթել է, առաջին ասուլիսում շատ պոզիտիվ դիրքերից է հանդես գալի, իր հաղթանակի մասին անոսավորելուց հետո հույս է հայտնում, որ նախընտրական բաժանումները մնացել են հետևում եւ հատուկ շեշտում է, որ ինքը բոլորի ղեկավարն է, անկախ նրանից իրենք քվե տվել են թե չեն տվել։ Նիկոլ Փաշինյանի հաղթելու եմ միայնակ կառավարություն ձևավորելու եմ մտքերին հաջորդեց երրորդ միտքը։ Ես բռնելու եմ 500,000 քվե ստացած մարդկանց առաջնորդներին։ Իդեպ Նիկոլ Փաշինյանը իր այդ միտքը կատարելագործել է այսօր, հանդիպել էր կառավարությունում նախարարների հետ եւ Նիկոլ Փաշինյանը փաստորեն Հայաստանի Հանրապետությունում նաեւ դատավորի դերակատարում է կատարում։ Փաշինյանը շատ ուղիղ ասաց, պետք է ընտրակաշարք տված եւ վերցրած բոլոր մարդկանց ուղարկել բանդ եւ նրանք այնտեղ պետք է մնան 5 տարի մինչեւ հաջորդ ընտրությունները։ Այսինքն եւ դատախազա եւ դատավորա Տեսեք, Բա ինչպես այդ նույն տրամաբանությամբ ասում եմ Զվարթնոց օդանավակայանում այդ միջադեպն է տեղ ունեցել Գագիկ Ծառուկյանի հետ։ Նույն տրամաբանությամբ հեսա սկսեն այլ գործեր հորինել ընդդիմադիր այլ գործիչների ու առաջնորդների նկատմամբ, այսինքն մենք գործ ունենք իշխանության ուզուրպացիայի եւ ավտորիտարիզմի, կայուն ավտորիտարիզմի դրսևորման հետ։ Եթե միջև ընտրությունների հիբրիդային ավտորիտարիզմ էր, բայց ժողովրդավարական որոշակի թիթիզություններով, հա։ Հիմա կայուն ավտորիտարիզմի հետ գործ ունենք։ Հայերն էլ ասեն, որ Ծառուկյանը տեխնացու է։ Ընտրական ցիկլը պաշտոնապես ավարտվում ամսի 14-ին, երբ որ արդյունքները, այստեղ միատապորության հետ էլ գործ ունենք։ Փաստորեն տեխնացուի դեմ քրեական հետապնդում է սանձազերծվել առանց կենտրոնական ընտրական հանձնաժողովին դիմելու, այո, գլխավոր դատախազությունը պետք է դիմեր, ՀԻ-ին չի դիմել։ Հիմա մամուլում ես հանդիպեցի հրապարակումների, որ իշխանությունը Գագիկ Ծառուկյանին առաջարկել է գործարք։ Գագիկ Ծառուկյանը այդ գործարքից հրաժարվել է, դրա համար իշխանությունը նրա հետ վարվում է այս կերպ։ Դուք գործարք առաջարկելու, գործարքից հրաժարվելու այս հրապարակումների վերաբերյալ Ոչ, առաջարկելուց տեղյակ չեմ, անկեղծ ասեմ, ամենա բացառում եմ, որ նման առաջարկների, որտեղ մեր դիրքորոշումը շատ հստակ է, մենք որևէ պայմանավորվածության կամ գործարքի իշխանության հետ չենք գնացել, չենք գնալու, դա բացառված է, դա մեր սկզբունքային դիրքորոշումը, անգամ եթե դա վերջանա կալանավորումներով եւ այլ բաներով, սա մեկ։ Երկրորդը Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդը եւ ընդհանրապես թիմում adekvat մարդիկ են, միայն խելագարը Նիկոլ Փաշինյանի հետ պայմանավորվածության կգնա, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը պայմանավորվածության թանակը չչորացած մտածում է այդ խախտելու մասին։ Եվ երրորդը Նիկոլ Փաշինյանը ես խիստ կասկածում եմ, որ հիմա որևէ երկխոսություն ունենալու adekvatություն ունենա ինչ-որ մեկի, որովհետեւ ինքը, ինչպես տեսնում ենք, մտել է մի հատ ցիկլի մեջ վաբանկային։ Ինչ է նշանակում վաբանկային ցիկլ, թվերի առումով ամենաշատ թվերն իրենն են։ Բայց հանգստություն չի բերում իրան։ Մենք ունենք նկատի ունեք սահմանադրական մեծամասնություն Տեսեք, նախ ինքը իր արտաքին պարտավորությունները նույնիսկ կես հաղթանակի դեպքում չի կարողանում կատարել։ Նկատի ունեք խաղաղության պայմանագրի ստորագրում։ Նկատի ունեմ օրինակ նոր սահմանադրության հաստատման գործընթացը, որը նախ պետք է հաստատվի 2/3-ով խորհրդարանում։ Ակնհայտորեն դա չի կարողանում անել, որովհետև մանդատները չի ձգում։ Այդ ակնհայտորեն պետք է այլ խմբակցություններից մարդիկ գոհանա, իսկ դրա համար պետք են տոտալ ճնշումներ, ռեպրեսիաներ, սա մեկ։ Երկրորդը, այսինքն Ադրբեջանի առած ստանձնած պարտավորությունները այս խոցելի լեգիտիմությամբ
իսկ հիմա իր լեգիտիմությունը նույնիսկ պաշտոնական թվերով շատ ավելի խոցելի է, քան կար միջև այս ընտրությունները։ Այս խոցելի լեգիտիմությամբ ինքը հասկանում է, որ կամ տոտալիտարիզմ է հաստատում եւ Ադրբեջանի բոլոր պահանջները կատարում է կամ չի կարողանում կատարել, ինչը հարուցելու է արդեն իր խնդիրները Ալիևի եւ այլն։ Մյուս կողմից Ռուսաստանի կողմից կան ազդանշաններ, որ հայ-ռուսական հարաբերությունները ճգնաժամի հատակին են հասել։ Այս ընտրության հիմնական առանձնահատկություններից մեկն է։ Երբեք Երրորդ հանրապետության պատմության մեջ չի եղել մի դեպք, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո մեզ առաջին շնորհավորող երկիրը չլինի Ռուսաստանի Դաշնությունը Փոխարենը առաջինը շնորհավորեց Եվրամիությունը եւ ձեզ այս ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերից ասաց, որ պետք է հաշտվեք այդ Այո, իսկ Ռուսաստանից ոչ միայն շնորհավորանք չի հնչել, բոլոր նշանները կան ենթադրելու, որ Ռուսաստանը գուցե այս անգամ ընդհանրապես չճանաչի Հայաստանի ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը։ Ինչ է դա նշանակում։ Դա նշանակում է, որ ճգնաժամը հասել է ամենաբարձր մակարդակին, իսկ եթե հաշվի առնենք, որ գործ ունենք դաշնակից երկրի հետ, դա կարող է նշանակել քաղաքականության արմատական վերանայում, դրանից բխող անվտանգային եւ տնտեսական հետևանքներով։ Ես ձեզ ուզում եմ մի բան հիշեցնել, երբ որ 2018-ին մեր հետ որպես երկիր Ռուսաստանի համեմատ շատ ավելի թույլ կապեր ունեցող Միացյալ Նահանգները խնդիր տեսավ մեր ընտրությունների հետ 2008 թվականի մարտի իրադարձություններից հետո եւ ըստ էության չէր ճանաչում կամ շնորհավորական ուղերձ չստացանք Վաշինգտոնից, դադարեցրեցին հազարամյակի մարտահրավերներ ծրագիրը։ Այսինքն այդ լծակը ուներ Միացյալ Նահանգները, այդ լծակը գործի դրեց։ Հիմա չթվարկեմ, հա Ռուսաստանը ինչ լծակներ ունի Հայաստանը։ Պարոն Սուրենյանց, դուք վերահաշվարկ եք պահանջել եւ մի քանի ընտրատեղամասերում տեղի ունեցած վերահաշվարկի արդյունքում Բարգավաճ Հայաստան կուսակցության ձայները ավելացել են, եթե թիվը ճիշտ եմ հիշում, 120-ով։ Կար ավելի վաղ խոսակցություն, որ ԲՀԿ-ին խորհրդարան անցնելուն պակասել է մոտ 60 ձայն։ Եթե փորձենք հասկանալ, դուք հայտնվեցիք խորհրդարանում, ինչ իրավիճակով եք ազդելու, փոխելու, որովհետև խոշոր հաշվով ամենաշատ падգամավորներն ունենալու է իշխանությունը։ ԲՀԿ-ն պատրաստվում է գնալ խորհրդարան աշխատել սովորական ընդդիմադիր որպես, թե ոչ, թե դուք էլ հնարավոր է դիտարկեք խորհրդարան անցնելու պարագայում մանդատներից հրաժարվելու տարբերակը, գիտեք ամենաշատը հիմա այդ հարցն է քննարկվում։ Ձեր հարցը ամենաբազմաշերտ հարցն է։ Նախ մեր ունեցած արձանագրություններով, իսկ մենք արձանագրություն ունենք բոլոր 2050 տեղամասերից, ԲՀԿ-ն ի սկզբանե մեր համար պարզ էր, որ անցողիկության շեմը հաղթահարել է։ Այդ աբսուրդը ԿՀ-ի հաղորդագրությունը, որտեղ արձանագրություններում արկա մեր օգտին տրված քվեները պարզ մաթեմատիկական գործողությամբ համեմատում ենք ընդհանուր թվի հետ ընտրողների մասնակցության կամ մաթեմատիկական գործողություն ենք անում այդ թվի նկատմամբ եւ ստանում ենք անցողիկ պատկեր։ Եվ շատ արագ 4 տեղամասի շատ հպանցիկ վրայով անցնելով հայտնաբերեցինք, որ առնվազն 120 ձայն մեզանից յուրացվել է կամ ԿՀ կայքում սխալ ինֆորմացիա տեղակայված եւ այո կամաց մեր այդ դիմեցինք ԿՀ եւ այսօր վերահաշվարկից հետո 90 քանի ձայնը վերադարձվել է մեզ եւ վստահ եղեք այն մյուսներն ենք վերադարձվեն։ Մենք եթե բեսպրիձելի չդիմի իշխանությունը, մենք անցողիկության շեմը հաղթահարելու ենք։ Իհարկե մենք խոսում ենք նիկոլական արդարադատության եւ նիկոլական ԿՀ-ի մասին եւ այս իմ պնդումները շատ զգուշան են։ Ուրեմն ֆիքսենք անցողիկության խնդիր մենք ի սկզբանե չենք ունեցել։ Հիմա կամ միանք այդ փաստի հետ օրենքի եւ իրավունքի ուժով պիտի հաշտվեն կամ դիմեն հերթական բեսպրիձելին։ Ինչ վերաբերում է ձեր երկրորդ հարցին, մի քանի արձանագրում անեմ։ Ընդդիմությունը պարտավոր է ունենալ միասնական օրակարգ, այսինքն այնպես չպետք է լինի, որ մի խմբակցություն այլ օրակարգ ունենա, կարել, որտեղ միայն կոնսոլիդացված ընդդիմությունը կարող է։ Այսինքն միասնական օրակարգ նկատի ունեք, անցողիկ շեմը հաղթարած բոլոր ուժերը որոշում են բոլորով հրաժարվել մանդատներից։ Կամ ընդհակառակ, հիմա տեսեք, մանդատից հրաժարումը կամ մանդատներ վերցնել ինքնանպատակ գործողություն չի։ Ես հիմա կարող եմ նշել եւ մանդատը վերցնելու պլյուսներն ու ռիսկերը եւ մանդատից հրաժարվելու
պլյուսներն ու ռիսկերը։ Ուրեմն պետք չի տրվել էմոցիաներին, մեր հասարակության զայրույթը ես հասկանում եմ, նրանք չեն ուզում այ գործող խորհրդանին դիմության ճակատագիրը, բայց այդտեղ էմոցիաներին տրվել պետք չի։ Հրաժարվում են մանդատներից միայն այն դեպքում, երբ որ արագ հեղափոխության կոնկրետ սցենար գոյություն ունի։ Այսինքն դուք նկատի ունեք փողոցային պայքար։ Երբ որ հեղափոխության սցենարը արդեն պատրաստ է, փողոցի գեներացիայի նախապատրաստությունը տեսել են, հրաժարվում են մանդատներից, փողոցից լուծում են ամբողջական իշխանափոխության խնդիր։ Ճիշտն ասած, փողոցային պայքարով իշխանափոխություն իրականացնելու տարբերակը մեր երկրում, պարոն Սուրենյանց, արդյոք իրեն այլևս չի սպառել, նախորդիվ պայքարը։ Այդ միշտ կարող մի օր սպառված լինի, մեր տպավորությամբ հաջորդ օրը առաջանա նման վիճակ, այդ բանը քաղաքագիտությունը, պատմությունը ստատիկ վիճակներ չեն սիրում։ Այդ պատմական օրինաչափություններից ծնվող process է։ Այլ խնդիր է, որ այս ընտրական գործընթացը չի ծնել հետընտրական հեղափոխական վիճակ։ Այստեղ էլ տարբեր պատճառներ կան, դա չի նշանակում իդեալական ընտրություններ, դա նշանակում է բևեռացված հասարակություն, որ մի երևույթի նկատմամբ հասարակության համարյա հավասար շերտեր տարբեր մոտեցումներ ունեն, այդ դեպքում բախումնային սցենար լինում, ոչ թե հեղափոխական։ Այսինքն դուք բացառում եք փողոցային պայքարը։ Չէ, չեմ բացառում, այս պահին չեմ տեսնում նման հնարավորություն, հետևաբար այն մարդիկ, ովքեր ասում են, հենց հիմա վայր դրեք մանդատները, այդ մարդկանց ես ասում եմ, եղբայր, դու ճիշտ ես, քո մտահոգությունները լեգիտիմ են, բայց քո այլընտրանքային ծրագիրը առաջարկի, որովհետև նման մի բան մոտավորապես 1 տարի առաջ տեղի ունեցավ Վրաստանում, երբ որ հիմնականում էմոցիոնալ շարժառիթներով Վրաստանի ընդդիմությունը հրաժարվեց վերցնել մանդատները, ընդամենը 10 օրվա ընթացքում փողոցային պոտենցիալը մսխվեց եւ ընդդիմությունը մարգինալիզացվեց։ Բայց պարոն Սուրենյանց միևնույն ժամանակ ընդդիմադիր մարդիկ ընդդիմությանը քվե չեն տվել, որ նրանք գնան խորհրդարան։ Հիմա կան երկրորդ մասին։ Միևնույն ժամանակ չի կարելի պատսպարվել մանդատների տակ, այսինքն վերցնել մանդատները եւ տպավորություն ստեղծել, որ ոչինչ տեղի չի ունեցել եւ գնալ կոմֆորտ ռեժիմում գործնայություն ծավալելու։ Հետևաբար ընդդիմությունը ոչ թե պիտի քննարկի մանդատ վերցնելու կամ դրանից հրաժարվելու հարցը, պիտի նախ այս երեք կուսակցությունները հավաքվեն, քննարկեն կամ ընդհանուր հայտարարի կան իշխանափոխության ճանապարհային քարտեզի վերաբերյալ, որ քայլերի հաջորդականությունը կարող է բերել դրան։ Իսկ դա կարելի հասնել 1-ից 1.5 տարվա ընթացքում։ Ըստ այդմ, այսինքն վերցնել մանդատները գնալ խորհրդարան, այո, ճանապարհային քարտեզ լինի, որտեղ եւ պարլամենտական գործունեությունը տեղ կունենա։ Պարոն Սուրենյանց, երբ վերցնում են մանդատները եւ հայտնվում են խորհրդարանում, հետո պարզվում է, որ այդ մանդատն այնքան քաղցր է, որ հրաժարվել չի լինում։ Եկեք հիշենք 5 տարի Հայաստան եւ մանդատով իշխանություն փոխել։ Ինչպես։ Ես ասում եմ, դա պետք է զուգամիքս արվի փողոցի հետ։ Ուրեմն տեսեք, եթե նախ ընդդիմադիր 3 կուսակցությունները, ես ենթադրում եմ, որ բարգավաճել այդտեղ խորհրդարան, այդ շատ կարևոր խնդիր ունեն։ Գլխից ֆիլտրեք ձեր տեխնացուներին այնպես, արկա տեխնացուներին, որ իշխան Զաքարյաններ եւ Գեհամ Նազարյաններ չհայտնվեն հետո։ Ավելի լավ է, միջև այդ ինքնաբացարկի եւ մնացած ինստիտուտները մի խոսքով այնպես գործարկեք, որ հետո սյուրպրիզներ մեզ խորհրդարանում չսպասեն։ Քանի դեռ մարդիկ մանդատը ոնց որ դուք եք ասում, չէ՞ ստացել։ Տասնյակում, 20-յակում այնպես նայեք, այնպես դեղաբաշխեք այդ մանդատները, որ չհայտնվեն մարդկանց ձեռքին, որոնք ճնշման շատ հեշտ տիրախ կարող են դառնալ։ Ասենք քաղաքական կենսագրություն չունեն, շատ հեշտ գայթակղվում են կամ ինչ-որ խնդիրներ ունեն տարբեր հարցերով։ Հիմա տեսեք, այն ինչ չի ստացվել 2021-26 թվերին, փաստ չի, որ հիմա չի ստացվի։ Չի ստացվել, որովհետև գործող խորհրդարանական ընդդիմությունը օրակարգ չի ունեցել։ Ուներ գործող խորհրդարանական ընդդիմությունը եւ Հայաստան Դաշինքը եւ Պատիվ ունեին այդ թվում եւ փողոցային պայքարով իշխանափոխություն։ Չեն արել, դրա համար էլ այլ ընդդիմադիր ուժ դարձավ առաջատար այս կամպանիայի։ Դուք ձեզ թվում է
ընդդիմության փոփոխությունը, որ տեղի ունեցավ, սա ունի իհարկե։ Ինչի հետևանքեր է, բոլորը գոհն էին նախորդ ընդդիմությունից, իրանք այսօր ոչ թե կկրճատեին իրանց ներկայությունը ապագա պարլամենտում, այլ կգային իշխանության, ճիշտ է։ Դե հիմա հանգամանքների բերումով նոր կոնֆիգուրացիա ու ստատուս քվո է անդիմադիր դաշտում։ Ոչ թե իրանք սխալ են արել, որ մանդատներ են վերցրել, իրանք սխալ են արել, որ ազգային ժողով մորակարգ թելադրող չեն եղել։ Իսկ որն է երաշխիքը, որ այս ընդդիմությունը, որը հայտնվի խորհրդարանում, դառնալու է մորակարգ թելադրող։ Չկա երաշխիք։ Ուղղակի այս անգամ ուրիշ բան է տեղի ունենալու։ Հասարակ, այսինքն ընդդիմությունից նոր հաստատությունը բերելու է հասարակական տրամադրությունների ռադիկալացման եւ քաղաքական մեյնսթրիմից դուրս հասարակությունը իր հերոսներին գտնելու է, որոնք ավելի ռադիկալ մեթոդներով գնալու են իշխանափոխության կամ ամբողջ քաղաքական դաշտը մաքրելու։ Պարոն Սուրենյան, ես նաև լսում եմ… Բա կներեք, հարգելի աղավնի, ես մի բան էլ պիտի ասեմ, բարևմուտքում ծայրահեղ աչեր, ծայրահեղ ձախեր, ինչ են դառնում պոպուլյար։ Այնտեղ էլ մեյնսթրիմի կուսակցությունները չեն կարողանում հասարակական տրամադրությունների տրանսլյատոր դառնալ, հասարակությունը ստիպված գնում է ավելի ծայրահեղ մոտեցումներ առաջարկող ուժերի հետևից։ Ծայրահեղ մոտեցումը ո՞րն է, պարոն Սուրենյան։ Հեղափոխական ճանապարհով փոխել են մարդիկ, որոնք ընտրություններ եւ այլ ինստիտուտներ համարում են հնացած ավելի արմատական փողոցային պայքարի միջոցով են գնում։ Պարոն Սուրենյան, տեսեք, Անցողիկշեմը հաղթահարած Հայաստան դաշինքը արդեն հայտարարել է, որ գնում է ընտրությունների արդյունքների վիճարկման սահմանադրական դատարանում, հա, եթե ուղիղ Հայաստանն էլ է որոշում գնալ վիճարկել սահմանադրական դատարանում, կամ դուք եք հետո որոշում գնալ եւ վիճարկել սահմանադրական դատարանում, սահմանադրական դատարանում մարդիկ են, որոնց այնտեղ գործուղել է Նիկոլ Փաշինյանը։ Գնալ եւ այդ սահմանադրական դատարանում ընտրության արդյունք վիճարկել, որքանով է դա երաշխիք, որ ընդդիմությունը իր ցանկալի արդյունքը այնտեղից կփոխի։ Խորհրդանում նստած են Վահագն Ալեքսանյաններ մեծամասնության մեջ կամ Մուսա Պարկեր։ Այդ նույն տրամաբանությամբ ընդհանրապես խորհրդան էլ չպիտի գնալ։ Կամ կառավարությունը դարձել է դդումի ջերմոց։ Այդ նույն բանը տրամաբանությամբ կառավարության հետ հարց ու պատասխանել չի պիտի մասնակցել, որովհետև դդումի հետ չեն հարց ու պատասխան անում։ Բայց կա իրականություն, դու ամբողջ գործիքակազմը պիտի օգտագործես։ Այդ թվում սահմանադրական դատարանը, դատական մարմինները, գնահատական դուրս սահմանադրական դատարանի, գիտեմ, որ դատական ակտը չի կարելի մեկնաբանել, բայց մենք ապրում ենք արտառոց իրավիճակում, իսկ եթե չօգտագործես, ասելու են, քանի որ չի դիմես ՍԴ, ուրեմն ընդունել ընտրությունների արդյունքների լեգիտիմությունը, այդ են ասելու այդ դեպքում էլ։ Չէ՞ պիտի ամբողջ գործիքակազմը օգտագործվի։ Իհարկե, ես ձեր հարցի ենթատեքստը կարծում եմ ճիշտ եմ հասկացել, դա պիտի հասարակության գլխի տակ փափուկ բարձ դնելու միջոց ծառայի։ Որովհետև կա այդ ուղղությամբ քննադատություն, որ դուք հենց այսինքն անես չլինի, որ անելիք չունենալը քողարկվի ՍԴ դիմելու փաստով։ Այդ ձեր ասացի մտահոգությունը ես հասկանում եմ, բայց դե էլի եմ կրկնում, սիրելի ժողովրդին էլ, հասարակության էլ մի բան ասեմ։ Այնինչ սխալ արվի 2021-26 թվին կարող է կրկնվել, բայց կա հավանականություն, որ նոր մարդիկ են ասպարեզում, այդ սխալը չեն կրկնի։ Եվ մեկ հարց էլ, պարոն Սուրենյան, տեսեք, Ալիևը պահանջում է, նախ ուզում եմ անդրադարձ անել ադրբեջանական մամուլում Նիկոլ Փաշինյանի հասցեին շնորհավորանքներին, որքան ջերմ են այդ շնորհավորանքները Փաշինյանի հասցեին ուղված, ոգևորված են ադրբեջանցիները, որ Փաշինյանը կարողացել է այս ընտրություններով նման արդյունք արձանագրել։ Հիմա հարցս. Ալիևը ասում է, որ խաղաղության պայմանագիր չի ստորագրվի, եթե Հայաստանում սահմանադրություն չի փոխվել։ Այդ մասին նաև խոսեց այսօր Բայրամովը։ Քանի դեռ սահմանադրությունը չի փոխվել, խաղաղության պայմանագիր չի ստորագրվում։ Կարող ենք ասել, որ այս առումով Նիկոլ Փաշինյանը թակարդում է, որովհետև ինքը խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, չի կարող սահմանադրություն փոխել, հետևաբար չի կարող խաղաղության պայմանագիր։ Ես ձեր եթերներում, ձեզ տված հարցազրույցներում, ոչ միայն այս տաղավարում, ասել եմ մի բան, որ երբ որ պետության ղեկավարը հակապետական արկածախնդրություն ունենում,
իր երկրի ներքին կյանքին վերաբերող հարցը դարձնել կարգավորման գործընթացի մաս, դրանից հետո ցանկացած արդյունքի դեպքում հետանրակվեի այոյի ոչի, երկիրը հայտնվելու է անասելի ծանր հարվածի տակ, եթե այոն անցնում է դու քո պետության քաղաքակրթական եւ քաղաքական հիմքերն ես ոչնչացնում, ըստ էության վերացնում ես պետության լեգիտիմությունը, դառնում ես Ադրբեջանի կցորդ, եթե ոչ ա լինում, այս դեպքում շատ կանխատեսելի ոչի են գնում, որտեղ 2/3 նույնիսկ պարլամենտում չունի, այդ ժամանակ կազուս բելի առաջանում, այսինքն Ադրբեջանի լեգիտիմ առիթ է ստալու Հայաստանի եւ հայ ժողովրդի խաղաղության գործընթացը խաթարելու մեջ մեղադրելու համար, իսկ դրանից հետո ռազմական գործողություններ սկսել դառնում է 5 կամ 10 րոպեի ընթիր։ Այս արել Նիկոլ Փաշինյանը։ Բայց այս հակադրությանը գումարվել է նաև Ռուսաստանի տնտեսական պատերազմը, որը էլի Նիկոլ Փաշինյանի, իդեպ ասեմ, իր արկածախնդրության մասշտաբով Նիկոլ Փաշինյանը հիմա ավելի մեծ արկածախնդրական ցիկլի մեջ է, քան նույնիսկ 2018-20 թվերին։ 2018-20 թվերին նրա արկածախնդրության թիրախը Ադրբեջանն էր, կամ Ադրբեջանում իշխանափոխություններ արել է, կամ Ադրբեջանի պարտադրել է, որ Ղարաբաղի դե յուրե անկախությունը ճանաչի, դա վերջացավ գիտեք ինչով, ավերիչ պատերազմով, Արցախի կորստով։ Այս անգամ Նիկոլ Փաշինյանի արկածախնդրությունը շատ ավելի ցնորամիտ, բայց գլոբալ օրակարգի է միտված է երկրի ստրատեգիական կուրսի փոփոխությանը, այսինքն հակադրության թիրախը Ռուսաստանն է, որը տասնապատիկ ավելի ազդեցիկ է ռեսուրսներով եւ հնարավորություններով, քան Ադրբեջանը, հետեւաբար այս արկածախնդրության ավարտը լինելու է պետականության կոլապսը, եթե իշխանությունը ինքը ավելի շուտ չմաշի եւ կարողանա հասցնել իր արկածախնդրությունը միջև վերջ հասցնելուն։ Եվ մեկ ճշգրտող հարցել, տեսեք, սովորաբար իշխանությունը շատ հաճախ ինչ է անում, կուսակցության առաջնորդներին թիրախավորում է, կալանավորում է, նպատակ ունենալով գլխատել տվյալ քաղաքական ուժը։ Օրինակ նույնը չստացվեց Սամվել Կարապետյանի դեպքում, Սամվել Կարապետյանը բանտում էր եւ ուժեղ Հայաստանը այդ ընթացքում հնդածից դարձավ Հայաստանի առաջատար ընդդիմադիր ուժը։ Հիմա եթե Գագիկ Ծառուկյանին տանեն կալանավորման, դա հավասարազոր է լինելու Բարգավաճ Հայաստանը գլխատելուն, թե ոչ։ Տեսեք, ընդհանրապես ես գրեթե ինստիտուցիոնալ երաշխիք եմ տալիս, որ մեր թիմը ուժեղան է, այսինքն այդ սցենարը, քանի որ մենք կարդացել ենք իշխանության եւ կանխարգելիչ կամ այլընտրանքային ինչ-որ պլան, այո, եթե հիշում եք, մի հատ շատ ակտիվ տեսանյութ էր պատտվում նախընտրական արշավում, հենց պարոն Ծառուկյանն էր վարում նիստը, որի ընթացքում հենց ես խոսում էի մեր պլան B-ի մասին հենց այդ դեպքի համար, որը թիմի առաջնորդը ձերբակալվում է։ Բայց այդտեղ մի քիչ շափավոր լինենք մեր շատ վստահ պնդումներին, միայն մեր մասով չէ, նաև Սամվել Կարապետյանի, որտեղ դուք խոսում եք մի հատ փուլի մասին, նախընտրական, որտեղ սպասումները հասարակության փոփոխությունների չափազանց մեծ են։ Եվ հասարակությունը, քանի որ փոփոխությունները տեսնում է, գնում է նաև փորձությունների գիտակցաբար։ Հետընտրականում հիմա ապացիկ միջավայր է, որտեղ հասարակության սպասումներից զգալի մասը չեն արդարացել, եւ հիմա թիրախը կոնկրետ մարդիկ են, ոչ թե կողմնակիցների հազարավոր կողմնակիցների շարքերը, որտեղ անկեղծ ազնիվ մեր քաղաքացիներն են, հայրենակիցները, այլ իրանք խոշորացույցի տակ են վերցնելու առաջին հերթին խմբակցություններին իրենց անդամներով։ Ավելի սահմանափակ թվով մարդկանց մասին է խոսքը, բայց ավելի գլոբալ ճնշումների տակ են։ Իհարկե, այս պարագայում էլ ես վստահ եմ, որ մենք մեր թիմերի ամրությունը կպահենք, բայց պետք է չափազանց զգույշ լինել, որովհետև էլ դրա համար էի ասում, շատ ուշադիր կլինենք ու մենք խորհրդարան գործողում։ Որ ավելի լավ է սկզբում ինչ-որ մարդու ակնկալիքները չբավարարվի, բայց հասարակությանը նոր հուսահատության տեղիք չտանք, հա։ Բայց այդ մարդը չդառնա Իշխան Զաքարյանը։ Բա որտեվ Իշխան Զաքարյանը համարյա սեռական բնույթի հայոյանք է։ Այն մյուս պատգամավորն էլ, որի անունը չեմ ուզում տամ,
ուրացում է։ Այդ պարագայում ինչի ենք այսօր մենք այս ընդդիմությունից դժգոհ գործող խորհրդարանական։ Նաև այդ իշխան Զաքարյանների եւ Գեգամ Նազարյանների այդ վարկագծի պատճառով, չէ՞։ Դրա համար պետք է հիմա առիթը չտաս։ Բայց հիմա մի շատ կարևոր բանի նկատի ունեցեք։ Ընդհանրապես ընտրությունների կեղծման երկու չափանիշ ձեզ ասեմ, հեռուստադիտողին էլ ասեմ։ Ոնց են բարձում ընտրությունները կեղծվել է թե չէ։ Ակտիվության կոլերը բան են, համեմատական են անում։ Եթե քաղաքային բնակչությունից ավելի գյուղական բնակչությունն է ակտիվ որևէ երկրում, դա ընտրությունների կեղծման ցուցիչ է, որովհետև չի կարող ներառականության եւ ակտիվության ավելի փոքր գործակից ունեցող գյուղը ավելի ակտիվ լինել, քան քաղաքը։ Եվ երկրորդը, եթե ընտրողների ավելացումը բերել է իշխանության ձայների ավելացման, ոչ թե ընդդիմության ձայների ավելացման, ուրեմն ընտրությունները կեղծվել են։ Եվրոպական փորձը նայեք, վերջին բոլոր 3 ընտրություններում Եվրոպայում +10% մասնակցության ավելացումը նախորդ ընտրությունների համեմատ նշանակել է իշխանափոխության։ Մեր մոտ +10%-ը չբերեց իշխանափոխության։ Դա նշանակում է, որ մոտավորապես 15-ից 20%-ի չափով ընտրությունների արդյունքները խեղաթյուրված են։ Ես ընդհանրապես քաղաքագիտական բանաձևով անալիզ արեցի, ինձանից ոչինչ չեմ օրինել։ Շնորհակալ եմ, պարոն Սուրենյան։ Ես եմ շնորհակալ։ Հարգելի հետևորդներ, հիշեցնեմ Արմաթ մեդիայի ուղիղ եթերում զրուցակիցս Բարգավաճ Հայաստան կուսակցության պատգամավորի թեկնածու Սուրեն Սուրենյանցն էր, կհանդիպենք վաղը։